Ողջույն, եթերում անցյալից ներկա նախագիծն է։ Նախագիծ, որ ներկայացնում է ավագ սերնդի ընծած հրաշալի ճանապարհը։ Իմ այսօրվա հյուրը ևս անցել է հրաշալի ճանապարհ ներկայացնելով հայկական մշակույթը աշխարհի տարբեր կետերում։ Այսօրվա հյուրը Մոսկվայի Զվարթնոց հայկական մշակութային հիմնադրամի նախագահ, ինչպես նաև Արմենիկոս ազգային ամենամյա մրցանակաբաշխության հիմնադիր նախագահ եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Անժելա Ստեփանյանն է։ Ողջույն Տիկին Անժելա։ Ողջույն սիրելիս։ Գիտեմ, որ դուք չեք սիրում, որ ձեզ ստիմում եմ Տիկինով, այնպես որ կշփվենք Անժելա Ալբերտովնայի։ Մերսի, շնորհակալ եմ։ Միշտ կատակով ասում, երբ որ ասում ես Տիկին, մի կնճիր ավելանում է աչքիս կողքով։ Անժելա Ալբերտովնա ջան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար ու գիտեմ, որ շատ զբաղված առօրյա ունեք ու գիտեմ, որ շատ կարճ ժամանակահատվածով եք եկել Հայաստան։ Նախ առաջինը ասեմ, որ առաջի հերթին ասեմ, որ շատ ուրախ եմ այս նախագծի համար, որովհետև ես միշտ սիրում եմ երիտասարդները, երբ որ նույն գաղափարները իրենց մոտ շատ կրեատիվ է լինում եւ ինչու՞ չէ այս շատ հետաքրքիր է, որ երիտասարդը ուշադրություն է դարձնում, մենք այդքան մեծ չենք իհարկե, ես ինքս նկատի ունեմ, բայց անցած ճանապարհ ունենք, որ այո, այսօրվա սերունդը պետք է այդ անցած ճանապարհը գնահատի։ Եվ կարծում եմ, որ գնահատում եք, շնորհակալ եմ շատ եւ շնորհավորում եմ այս նախագիծը, որովհետեւ ինքը շատ սազում է քեզ։ Շնորհակալ եմ։ Անժելա Ալբերտովնա, գիտեմ, որ շատ կարճ ժամանակով եք Հայաստանում, որովհետեւ այս պահին ունեք բավականին գեղեցիկ զբաղվածություն։ Ինչպես ստացվեց, որ ես այս վերջի տարիներին, ճիշտ է, բոլորը գիտեն, որ ես Պորտալարով եմ կապված իմ երկրի հետ եւ ամբողջ իմ գործունեության ընթացքում արդեն 30 տարի ապրելով Մոսկվայում ես միշտ ապրել եմ իմ Հայաստանի հայրենիքի համար եւ աշխատել եմ եւ գործունեությունը ծավալված է այդպես, այսինքն կրթել եւ դասիրակել այնպիսի մի սերունդ, որ չդառնա երրորդ սորտի ռուս։ Եվ իհարկե Զվարթնոց հիմնադրամ, այսինքն առաջ կենտրոններ, իսկ Զվարթնոց հիմնադրամը արդեն իրենից ներկայացնում է մի այնպիսի ընտանիք, որ այդ ընտանիքը տարեց տարի տարբեր բնակավարներում, տարբեր ֆորմատներով արդեն ընտանիք է դարձել, դա երկրորդ ընտանիքն է Զվարթնոցը։ Եվ այո, շատ եմ լինում, եւ այստեղ իհարկե չգիտեմ որտեղ եմ ապրում, Երևանում, Մոսկվայում, Տեխնոս մոտ Ամերիկայում, բայց հիմնականում սա է իմ տունը, սա է իմ երկիրը, ես միշտ ասում էի, մենք միևնույն է վերադառնալու ենք, իհարկե ես չեմ փախել ոչ գազի զոր ջրի, ես իմ աշխատանքը միշտ արել եմ դրսում, որովհետև հրավիրված եմ եղել այնտեղ աշխատելու եւ սովորելու, բայց այնտեղից շատ մեծ գործունեություն ա ծավալել Զվարթնոցի իմ գլխավորությամբ, որի համար ես շատ տպարտ եմ, իհարկե ես վերադարձել, ասել որ արդեն վերադարձել եմ իմ հողջերին։ Իհարկե մեր հանդիպումը ունի նպատակ ծանոթացնել ձեր անցած ճանապարհին, բայց նաև ունենք շատ կարևոր տոնական կարևոր իրադարձություն։ Գիտեմ, որ շուտով նշում եք Արմենիկոս ազգային ամենամյա մրցանակաբաշխության 5 տարի։ Այո, հիմա կարծում եմ, շնորհակալ եմ շատ, դա ինձ համար շատ մեծ ուրախություն է, որ արդեն եթե 5 տարի անցել ենք, 5 տարեկան ենք արդեն, Աստված որ դասեր լինենք, ինչքան կապրում այնքան լինենք։ Արմենիկոսները արդեն երիտասարդանում են, որովհետև Արմենիկոս ազգային ամենամյա մրցանակաբաշխության, թոս մրցանակաբաշխությանը նոմինացվում են աշխարհի լավագույն հայուհիները տարբեր մրցանակներում ապրող Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրենց գործի մեջ չմտածած, վարպետացած, տարիների վաստակ ունեցած, ինչու՞ չէ բարեգործություններ արած իրենց կյանքում այդ դրա պետ ագաղափարը Երիկը նվիրված է մայրության և գեղեցկության տոնին, որտեղ 2005 թվականից գիտեն բոլորը, որ ես ով ծայրամասում եղել եմ, ես չեմ սիրում արտյութը, ես սիրում եմ մերը հայկականը, իհարկե փառք ու պատիվ իմ շատ սիրելի Հրանուշ Հակոբյանին, որ ստեղծեց 2004-ին ստեղծեց, բայց 5-ից ստարտը տրվեց եւ իր գաղափարն էր դա ունենանք մեր հայկականը մայրության եւ գեղեցկության տոնի։ Դե ասեմ, որ նույնպես փառք ու պատիվ Հրանուշ Հակոբյանին, որ ես Հայաստանում ստեղծեցի շնորհալիներ եւ բացահայտված շնորհալիներ նախագիծը, որը եւ իր ողջունով սկսվեց դա։ Քանի որ ես Սփյուռքում ապրած էի եւ Սփյուռքի նախարարության հետ աշխատում էի, որտեղ 2000
1 թե 2 թվականից մեկ մշակույթ Իմ Հայաստան Արիդուն փառատոնները Ռուսաստանը ես էի ներկայացնում եւ հետեւաբար շփվում էի ամեն տարի իրանց հետ։ Իհարկե ես տեղյակ եմ ու հիշում եմ նաև, որ աշխարհի բոլոր կետերում, որտեղ որ դուք եղել եք, նման միջոցառումներ անպայման տեղի են ունեցել, ու նաև շատ լավ հիշում եմ, որ Չարաբաստիկ պատերազմից ու պանդեմիայից հետո դուք առաջինն էիք, ով ներկայացավ համերգային ծրագրով նվիրված մայրության երեսկության։ Ինքան շատ հետաքրքիր էր այդ պահը, որովհետև այո, ես ամեն որտեղ որ գործով, ես եթե գնում հանգիստ չեմ գնում հանգստանալու, ես ուր որ գնում եմ գործով եմ գնում, Ավստրալիայում էլ ա եղել մայրության գեղեցկության տոն, Աֆրիկայում էլ ա եղել, ամեն տեղ որտեղ որ ես ներկա եմ եղել այդ ժամանակահատվածում, իհարկե հայկական համայնքներում, որտեղ ինձ շատ են հրավիրում հայկական համայնքները տարբեր երկրներից, ես մի ժամանակ շատ գնում էի, մշակութային կենտրոններ էի հենց այնտեղ բացում իրանց համար, վերադառնում էի, հետո գնում էի համերգային ծրագիրն էի ընդունում, ես մասնագետ եմ, որը 4-ում եկում է, բար, երգ, բեմական խոսք, ամեն ինչ ոնց որ sense միտեղ, դրա համար իրենց շատ հետաքրքիր էր մի անգամից ինձ կանչել եւ այդ ամեն ինչը կարողանային իրանք ունենային այդպիսի մի կենտրոն, հա, որտեղ աշխարհով սփռված են մեր հայերը եւ ինչու՞ չէ որ եւ երեխաների տարիքային սահմանափակում չկա բոլորը ովքեր որ մասնագետներ են, բայց ապրում են օտար երկրում, մասնակցեն ինչ-որ միտեղ հայկական կենտրոն, հայկական մթնոլորտում։ Այո, ճիշտ հիշեցի Վարդան ջան, որ Չարաբաստիկ այդ կռվից եւ պանդեմիայից հետո մենք մի տարի մշակութային գործիչները չաշխատեցին։ Պատկերացնում եք, որ մեր գործը միկրոֆոնն է եւ եթե կամ ուրախություն է կամ գործիքն է, եթե մենք ինչ անենք, Աստված մեզ տվել այդ շնորհքը, բայց երբ որ տրամադրություն չես ունենում, չես կարողանում աշխատես, ոչ մի բանի վրա ջանք չես տալիս, որտեղ բայց դա քո մասնագիտությունն է, մենք էլ այդ մասնագետն ենք։ Ինչպես շատ դեպքերում առաջին քայլն արեցիք դուք։ Դե իմ այդպես ստացվեց, որտեղ դե մենք էլ հոգևոր սնունդ ենք տալիս, չէ՞ մարդկանց, որ կարողանանք ես որպես կազմակերպիչ եւ այդ ամեն ինչի մեջ ելնելով եւ բարեգործական ծրագրերով այդ կռվի ժամանակ եւ պանդեմիայի ժամանակ այդ ժամանակ ստացի ստեղծվեց միտքը, որ կառուցեմ եկեղեցի, միգուցե որտեղ մահանում էին 3000, 5000, 7000 մեր ես էլ այստեղ էի գտնվում եւ դա չայում էին ինձ ուղարկել որպեսզի ինձ ոչինչ չկպնի ես էլ նստեցի մեկ օր ասեցի տարածքը կա ամեն ինչը կա մի հատ եկեղեցի կառուցեմ շնորհակալություն ասեմ որ գոնե ապրում ենք որտեղ ես Չարաբաստիկ հիվանդությունից հետո եմ ապրում իհարկե ինձ Աստված է փրկել դրա համար ես իմ Աստծո շնորհակալության համար եմ այդ անում եւ դա չեմ անում որ ասեն այ Անժելան ինչ լավն է եկեղեցի է կառուցում ինքն ու իր ընտանիքը Չէ, դա ընդհանրապես շնորհակալություն է եւ կառուցում է հայրաքելական եկեղեցու բոլոր կանոններով։ Եվ դրանից հետո, երբ որ սկսվեց այդ առաջարկություն ստացան, ասեցին Անժելա Բերտրամ, միգուցե մենակ դուք կարող եք անել, էլի։ Մի բան արեք, գոնե սկսենք աշխատել այդ ամեն ինչից հետո մի տարի պատկերացնեք, այդ մեր սաղ մշակութային թատրոն չկա, երգիչ չկա, երաժիշտ չեն աշխատում ոչ մեկ։ Ասի երեխեք, կոպիտ ասած ասեցի Կարող եք գիտեք նմլտաշ պետք է անեմ, չէ, ես նմլտաշ չեմ անի, եթե ինչ-որ մի բան արվի, ծրագիր, դա պետք է արվի մայրապատում, այսինքն մայրության և գեղեցկության տոնին նվիրված պետք է լինի դա, որտեղ մայր և հայրենիք նույն լեվելի վրա են գտնվում և պետք է լինի այդ գաղափարը, այսինքն այդ գաղափարը մեզ շատ դժվարությամբ դահլիճը վերցրեցինք, շատ անտրամադիր մի խոսքով, բայց ասին հələ մի հատ սուս մնացեք ամեն շլավա լինելու, ժողովրդական վաստակավոր արտիստներ, ճանաչված արտիստներ բոլորը ներկա էին եւ պատկերացնեք 3 ժամ համերգ, 3 ժամ ընդամենը անտրակտ եմ արել, որ ասեցի տղաները գալու են, էլի միգուցե ծխել ուզենան, թող անտրակտ լինի, նորից եկան, հիմնականում անտրակտից հետո մի քիչ զալը դադարվում է, չէ, բայց այստեղ ավելի շատացան, անգամ աթոռներ ենք դրել, որ full out էր ամեն ինչը եւ կայացավ եւ հաջորդ օրը զանգից ինձ մուզիկալի քրիտիկներն էլ էին նստած զանգեցին ինձ ասեցին բարև ձեզ Անժելա ջան բարև ձեզ մենք ցույց չենք ասում շնորհավորում ենք մենք ձեզ ասում ենք ապրեք դուք շատ մեծ ռիսկով մի գործ եք արել որ կռվից հետո համերգ եք դրել բայց մենք չզգացինք որ մենք համերգի մեջ ենք մեր ձեռքերի մեջ սպունգ կար
մենք ծափ էինք տալի, բայց հոգիները սենց էր, բայց չէինք ուզում իրար վիճից գնանք, ինչքան սիրուն էինք ծրագիրը դրել, որ մենք դուրս եկանք այդ ամեն ինչի մեջից եւ փառք ու պատիվ փառք իմ Աստծուն, որ կարողանում եմ ես առաջնորդվեմ իր գաղափարով, որովհետև ես առօրյա որ վեր եմ գնում, ես միշտ ասել եմ, ես ինձ տվել եմ քեզ, դու ինչ ուզում ես ինձ հետ տարա, ինչ ճանապարհը հարթի, որ ես կարողանամ ճիշտ ապրեմ, ճիշտ աշխատեմ եւ ճիշտ գործունեություն ծավալեմ առաջին ինձ համար, հետո իմ երկրի, իմ երեխաների, իմ ընտանիքի, իմ հարազատ բարեկամների համար։ Եվ այդպես էլ առաջնորդվում եմ Վարդան ջան ու դրանից հետո արդեն սկսեցին աշխատել մեր երեխեքը բոլորը, ընկերներս, ովքեր մշակութային գործիչներ էին ու փառք Աստծո, որ կարողացանք կամաց խելքի գալ։ Իսկ հաջորդ տարին, որ ասեցին համերգ, ասի ոչ մի համերգ անելու եմ մրցանակաբաշխություն, անելու եմ Արմենիկոս մրցանակաբաշխություն, ինչու Արմենիկոս, միշտ ասել եմ այդ Արմենիկոսը ինչ է այնպես ներկայացնում, 1700-ամյակի քրիստոնեության ես Մայր Հայաստանը դուրս եկա, իմ ամբողջ տարազով, իմ տեսքով, իմ Խանավիրան Վանուշի հետ, իմ շատ սիրելի վարպետիս հետ վիդեո եւ նկարահանում եւ ֆոտոնկարահանում արեցինք Զվարթնոցում, ձեռքերս բարձած, այսպես ամբողջությամբ շորերով այ թակու եւ այդ ժամանակ Մոսկվայում Միր Կուլտուրասի պրեզիդենտի Պուտինն այն ժամանակ բանում ժուրնալում պետքա ժուրնալին պետքա տպեին իմ նկարը եւ այդ ժուրնալի մեջ շատ բավականին մեծ բան էին թողել նյութ էին թողել, որպեսզի խոսեին քրիստոնեության 1700-ամյակին նվիրված եւ Արա Գևորգյանի համերգային ծրագիրն էր այդ տարի եւ Զվարթնոցը ելույթ ունեցավ իմ Զվարթնոցի պարային խումբը հրավիրված էր եւ այդ Արցախը Անժելան կյանք տվեց այդ Արցախին, այդ հրաշալի ստեղծագործությանը եւ ես հպարտեմ, որ այդ ստեղծագործությունը իմ բեմադրությունով ես առաջինն էի, որ դուրս եկա իմ գաղափարով Հայաստան, Մայր Հայաստան, հայուհի, այդպիսի կերպարով։ Հետո շատ մարդիկ հասկացան, որ այդ Արցախը մենակ Հայաստան կարող էր բարձրանալ, իհարկե բարձրացան, իհարկե կադրերը կան, ես այս վերջերս ուզում էի համացանց գցեի որպես արխիվ, բայց կգցեմ այս երկու օրը մարդիկ կտեսնեն դա, թե ինչից է ստեղծել Արմենիկոսը։ Եվ ինչու Արմենիկոս, եւ այդ ժամանակ, երբ որ ուզում էին հարցում անեին ժուրնալի հոդվածի համար, Մոսկվա հայերին հարցրել էին կպատմեք Անժելա Ստեփանյանի մասին, ասել են, Անժելա Ստեփանյան նаш ֆակել, ես իրար ջահնակ պատմել այսպես։ Անժելա Ստեփանյան наш необыкновенная она, потом ես իրանց յուրահատուկն եմ, եւ հարցրել էին շատ հետաքրքիր Ճապոնիայի դեսպանին էին հարցրել, որ հարցրել էին կպատմեք Անժելա Ստեփանյանի մասին, դիպլոմատներից մեկին ասել էին Անժելա Ստեփանյան, наш необыкновенный, не абрикос, а Արմենիկոս։ Այսինքն յուրահատուկ ծիրանը չեմ, Արմենիկոսն եմ, էլի абрикоսի, ու տենց միշտ այդպես ուսում կլեյմոյի նման մնաց վրաս, որ ասում էին Անժելան Արմենիկոսը Կրելովսկի դվարեցում ես ինչ բան է եղավ, Անժելան Արմենիկոսը քցեդելու ես ինչ համերգ դրեց, կամ ասեք ես միջոցառում եղավ, այն միջոցառում, ու սենց անընդհատ այդ Արմենիկոսը հոլովում էր ինձ վրա այդ անունը։ Եվ որ ասեցին, որ այդ կռվից հետո, այդ համերգից հետո ասեցին, որ համերգ, ասի չեմ մրցանակաբաշխություն եմ անել եւ այդ անունը մենակ չեմ կրելու։ Եթե ինձ տվեցին այդ անունը եւ ես կրեցի այդ անունը, ուրեմն այս տարի Զվարթնոց հայկական մշակութային հիմնադրամը Անժելա Ստեփանյանի ղեկավարությամբ այդ Արմենիկոս անունով ստեղծելու է ամենամյա ազգային մրցանակաբաշխություն, Տիտոս մրցանակաբաշխություն Արմենիկոս անունով։ Արմենիկոս անունը կյանքում մեկ անգամ այդ անունը հայուհի է ինքը, կա հայուհի, կա կին, կա տարբեր մրցանակաբաշխություններ, բայց սրա ֆորմատը այնքան տարբեր, այնքան գեղեցիկ, այնքան համահունչ է, եւ այդ միտքը մշակութային հիմնադրամը որոշեց, որ այդպիսի մի մրցանակաբաշխություն արվի եւ նոմինացվեն աշխարհի լավագույն հայուհիները։ Գիտեք ինչքան վաստակաշատներ ունենք 2022 թվականից, ես հիմնականում համացանցում դնում եմ, թե ովքեր են ստացել եւ շատ մրցանակաբաշխություններ կան, բայց սրա ֆորմատը գիտեք ինչով է տարբեր, որտեղ ինքը նվիրված է Մայրության եկեղեցության տոնի
բայց նվիրված է հերոսացի մայրերին։ Այսինքն եթե մենք մեր կյանքում ունեցել ենք վաստակ ճանապարհ, աշխատանքի փորձ եւ հանրային ինչ-որ հանրային ենք մենք դարձել, նրանք էլ մեզ տաղաներ են տվել, ովքեր այսօր չկան, եւ ովքեր կան հիվանդ են, կամ Փառք Աստծո առողջ եկել են մեր հերոսացի մայրերին, միշտ պետք է ուշադրություն դարձնենք եւ մեր մրցանակաբաշխությունից էլ ինչով ալա, որ մենք ունենք ցուցակագրված ամեն տարի մեր հյուրերը եւ մեր արմենիկոսները իրանք են հրավիրում, այսինքն մենք ունենք սիմվոլիկ զնոց, ամիբան ասեմ շատ կարեւոր, որ մեր մրցանակաբաշխությունը փողով չի, մենք փողով մրցանակ չենք տալիս ոչ մեկին, որտեղ մրցանակը փողով չենք կարող առնել եւ դրա համար եթե մտածում են որ սիմվոլիկ ինչ-որ բիզնես ունեն շատ սիմվոլիկ փոքր, այդտեղ արդեն իրանց նստատեղի կամ ասենք իրանց պրոմոշնի գումարն է, որ հրավիրում ենք այդ կանանց եւ հյուրասիրում ենք հյուրասիրության ինչ-որ սիմվոլիկ փոքրիկ բաներին, որտեղ մրցանակը շատ բավականին շատ աշխատատար եւ թանկ է, այս փոքր մրցանակ չի, պինցետներով հավաքում են Արմենիկոսի կերպարը, այդ տեխնիկը որը դրվում է ծիրանի կոճղի վրա, որտեղ աբրիկոս եւ արմենիկոսը ծիրանի պատվանդանի վրա փայտից եւ այս պինցետներով շատ գեղեցիկ մի հատ մրցանակային կդառնում իր էմբլեմայով Արմենիկոս 2022, Արմենիկոս 2023, Արմենիկոս 2024, 25, այս տարի Արմենիկոս 2026 Առաջի երկու տարին, առաջի տարին շատ խեղճ էինք, ուղղակի վերցրել էինք ռեստորան, բայց երկրորդ տարի արդեն վերցրել էի դահլիճը մեծ Բաբաջանյան դահլիճը, բայց արդեն երրորդ տարին է ես իհարկե շնորհակալություն Ռաֆի Մեգերյանին, որ մենք մեզ համար բացվում է թանգարանը, մենք արդեն մեր Արմենիկոսը անում ենք այդ հրաշալի մշակութային կենտրոնում, Մեգերյան կարպետ մշակութային համալիրում եւ այնտեղ նոմինացվում են մեր հայրենի քաշ սիրունայինքը շատ համահունչ է մեր մրցանակին եւ շատ գեղեցիկ է անցնում եւ ինչու՞ չէ շատ հետաքրքիր որ պարոն Սեդրակ Մամուլյանն իր իր գեղեցիկ ուտեստներն է դնում սեղանին, այսինքն այդ օրը մենք բոլորս հավաքվում ենք այդ ընտանիքը, ուրախանում ենք, երգում ենք, մեծարվում ենք, համտեսում ենք, բավական լիացած արդեն գնում ենք տուն, այս տարի 5-ամյակն է եւ մենք արդեն ունենք այս տարի հիմն Արմենիկոսի նվիրված գրվել է այդ հիմնը Եվան Զարգարյան եւ Լիլիթ Էյբայցյանն է գրել, այս տարի մենք ունենալու ենք շատ հետաքրքիր ծրագիր, նորից ունենք նոմինանտներ, այս տարի շատ թեժ է լինելու դրա համար, ինչպես մրցանակակիրներ, այնպես էլ հյուրերներ կարող են գալ, ինչու՞ չէ գան եւ ուրախանան, համտեսեն, իհարկե իրանց ներկայությունով, այսինքն կարողանան լցնել այդ միջոցառումը։ Նայեք, իրականում այն ողջավորվածության, որ դուք եք պատմում Արմենիկոսի մասին, ես վստահ եմ, որ հրաշալի միջոցառում է անցնելու։ Իրականում ձեզ հետ խոսելիս կարելի է ժամերով խոսել ձեր անցած ճանապարհի մասին, բայց մի կարևոր բան, որի մասին նշեցիք, շնորհալիներ եւ բացահայտված շնորհալիներ, որի 12 թվականին եմ դա մեկնարկը տվել, որ ինչու համար այդ նախագիծը ես դրսում ես 2005 թվականից էլ միջազգային ՅՈՒՆԵՍԿՕ Եվրոսայուզ ֆեստիվալներին պատվավոր ժյուրի եմ նստած հայկական դրոշտակ, ապրելով Ռուսաստանում հայկական դրոշն եմ ներկայացրել միշտ այդ ֆեստիվալներում եւ ես տեսնում էի մեր հայ երեխաներին շնորհաշատ եւ ոչ միայն երեխային, թե արտ ֆեստիվալը տարիքային սահմանափակում չկա, բայց տեսնում էի որ հետո գալիս էի Հայաստան, ասում էի, բա ուր են այս ժողովուրդը։ Պարզվում էր, որ բեմահարթակի խնդիր ունեն։ Ես կարողանում էի բեմահարթակը վարձել եւ բեմահարթակ տրամադրել այդ մասնակիցներին։ Ինչու՞ չէ այսօր շատ ճանաչված երգիչներ իմ թեթև ձեռքով բեմահարթակ են բարձրացել եւ ճանաչվել։ Եւ ինչու՞ չէ Մոսկվայում նույնպես, իհարկե անունները շատ են, բայց կարիք չկա առանձնացնել, բոլորը գիտեն, որ շատ այսօրվա, այսպես ասած, աստղերից իմ, ոնց ասենք, մեր Զվարթնոցով են անցել։ Հենց իրականում դա է ուզում նշել, որ շատ-շատերի համար եք ճանապարհ։ Այնպես որ Զվարթնոց ունեցել է Զվարթնոց պարային համույթ,
Զվարթոնց վոկալ համույթ, զվարթոնց գործիքային համույթ, զվարթոնց ամենակատարներ, բոլորը, այսինքն կա, որ դե ասում են Անժելա Ալբերտովնան ճիշտ է հիմա շատ հոգնած է, առաջ շատ ակտիվ էր ամեն ինչը արվում, բայց մի անգամ երեխաներ ուր էինք գնում, Սամարա էինք գնում, այնքան հոգնած էի բոլորս հիվանդում, ասես նստել էի, որ ասեց մեկը Կարինե Կարագյոզյան ասեց շեֆի էներգիազիկները նստել առաջ օխտոկից էր միացրած, հիմա էներգիազիկները նստել, ասից էլ ձեռը կնստի, որտեղ ես իրոք հոգնում եմ, չեմ հոգնում, ես չեմ զլանում, փառք Աստծո, թող ինձ Աստված առողջ պահի, քանի կարող եմ կանեմ ինչ որ ինձանից հասնում է, իմ հնարավորությունների սահմաններում իհարկե, ինձ Աստված է առաջնորդում եւ եթե ես կարողանում եմ ինչ որ փոքր մի բան անել իմ շրջապատի, իմ գործունեության եւ իմ ժողովրդի համար, ես պատրաստ եմ դա անել, թող Աստված ինձ ուշքարողություն տա, մեր երկրին խաղաղություն տա, մեր երեխաները այդ թղկը չլսեն, երկինքը խաղաղ լինի, մենք էլ կարողանանք աշխատենք, որտեղ մեր աշխատանքը հոգևոր սնունդն է, ինչպես ես միշտ ասում էի, երբ որ գնում էի բանակ եւ ժողովրդին ասում էի, տղաներին ասում էի, վերջի համերգային ծրագիրը եղել է Յանշակում, Քարբաջարի, չգիտեմ երեխեք ուր են տղաները 8 ժամ համերգ արվեց այդ օրը, 8 ժամ չէին գնում այդ պլացը, որ ասում են բա որ հանգարց հաց ուտելու չէին գնում, ասում են բա որ հանգարց մենք գնանք Անժելա Ալբերտովնան թողնի գնա, ասի չէ չեմ գնա, գնացեք հաց կերեք, հետո ես էլ կգամ ձեզ հետ հաց ուտել։ Հարցը դա չէ, ուղղակի հոգևոր սնունդ ենք տալիս մենք։ Հոգևոր սնունդ ենք տալիս եւ այդ հոգևոր սնունդը մեր մշակութային գործիչներին շատ պետք չի նեղացնել, որովհետեւ մեր մշակութային գործիչները, երգիչները, կամ ասենք դերասանները, երաժիշտները, երբ որ անդրամադիր է լինում, բա այդ մարդիկ ոնց անեն, մենք էլ պետքա կարողանանք մեր հոգևոր սնունդը տանք ժողովրդին, թող ժողովուրդը ուրախ լինի, թող չներվայնանա այդ լուրերից, թող ինքը միշտ մեր ժողովուրդը պոզիտիվ լինի, այդքան շատ նեգատիվ չունենան իրանց մեջ, միշտ սիրեն, որ միշտ ասում Աստված սիրեք միմյանց, այդ խոսքը շատ պետք է համահունչ լինի մեզ եւ մեր ժողովրդին։ Լավ, իսկ իրականում տարիները շարունակ ասացի, բազմաթիվ արտիստների համար ճանապարհ եք հարթել։ Այսօր բավականաչափ գնահատված համարում եք ձեզ այդ արտիստների կողմից։ Փոխադարձ շնորհակալական վերաբերում։ Ես մի մարդ եմ, որը որ երբեք չի սպասում շնորհակալության, բայց այնքան հպարտ եմ ես իրանցով, իրանք շատ լավ գիտեն, որ ես իրանց սիրում եմ։ Հետո ես մի մարդ եմ, որ փառք Տիրոջը, որ չեմ ասում, խռով մարդ չունեմ։ Գիտեք, դա ինչքան հետաքրքիր բան է, որ մանես գալի չես ասում, ես այդ խռով եմ։ Չէ, ես խռով չունեմ։ Աստված կարոտ պահի, ես մեկից խռով լինեմ, ու ես որտեղ գնում եմ, ուր գնում եմ, դռները բացվում են եւ իրանք ինձ շփտում են, այսինքն ես սպասված եմ փառք Տիրոջը եւ ինձ սիրում են երևի, չգիտեմ, ես էլ որտեղ մարդ եմ սիրում, մարդ տեսակն եմ սիրում, իսկ մարդու մեջ մարդուն եմ սիրում։ Շատ հետաքրքիր է դա, երբ որ դու սիրում ես մարդուն եւ մարդու մեջ մարդ տեսակին։ Մարդ տեսակ լինենք, հա Վարդան ջան, դա շատ կարևոր է։ Լավ, մի այսպիսի հարց, որը որ ես թողում եմ իմ բոլոր հյուրերին, եթե վերադառնանք անցյալ, ի՞նչն եք կարոտում ձեր անցյալում ամենաշատը։ Ես ինչ որ կարոտում եմ իմ զվարթնոցը, այսպես ասած, որտեղ դա իմ կյանքի շատ կարևոր մասն է եղել իմ կյանքում, որտեղ երիտասարդ աղջիկ էի եւ օտար երկրում առանց օգնության, առանց ինչ որ մի աջակցության, հա, ես ինքս եմ կերտել իմ ճանապարհը։ Իմ ծնողները ինձ տվել են օրհնված ծնունդ, ես սիրո պտուղ եմ եղել ասում են, եւ ինձ դաստիարակել է տատիկս, շատ հետաքրքիր տատիկ եմ ունեցել, ինձ դաստիարակել է տատիկը, որտեղ մամա-պապա միշտ աշխատել են, եւ ես իմ մեր ընտանիքում ես մեծն եմ, եղբայրս եւ քույրս եմ եղել, եւ իմ վրա մի քիչ ավելի շատ ուշադրություն են դարձրել, որտեղ ես ահավոր էներգետիկ եմ եղել երեխա, 1.5 տարեկանից աթոռին կանգնացել են ասել են, հավա բալիկս կարթա, եւ ես կարմիր գլխարկ եմ պատմել իրանց համար շատ մեծ ու չգիտեի իմացել այդ իմ էներգիան որտեղ տանեց ասել, ուստի
ստիպված այդ խեղճ տատիկս մանկապարտեզ էին տանում, հետո գալիս են վերցնում տանում ջրավոր չմշկասակ, հետո երկ, հետո տանում էին բարի, հետո սենց էլի էներգիա չերում, ես դաժե երեկոյան եթե քնես բաղա ջան, քանի էլի մի քիչ, այդպես երևի տոնիկներ են իմ այդպեսին, ասում են տոշնի տատիկի կտորներ երկուսն են, երեքն են, ահա, բայց ամեն դեպքում ես կարոտում եմ, ես իմ չգիտեմ, կարոտում եմ երևի, գիտեք իշտ եմ կարոտում, առաջվա խաղաղությունն եմ կարոտում, առաջվա խաղաղությունն եմ կարոտում, առաջվա ինտելիգենտությունն եմ կարոտում, շնորհքն եմ կարոտում, հա, մենք երիտասարդներ, գիտեք ինչքան հարգանքով ենք եղել երիտասարդներս մեծերի նկատմամբ, ես ինչ եմ եկել այսօր քո հաղորդմանը, որտեղ դու մի հատ հաղորդում ես ստեղծել, որ դու կարող ես լրիվ ուրիշ ֆորմատով այդ հաղորդումը տանել, բայց դու հաղորդում ես ստեղծել, որ այդ հաղորդման մեջ դու գնահատում ես անցյալը, տվյալ մարդու անցյալը, այո, կան շատ ճանաչված մարդիկ, ովքեր այսօր անտեսված են եւ իրանք չեն երևում, դու հնարավորություն ես տալիս այդ մարդը փառք Տիրոջը, ես անտեսված չեմ, ես ինչքան կարելի է կարող եմ այդքան երևում եմ, ինչքան ինձ հնարավորությունը կա, բայց քեզ մոտ այս հաղորդաշարին դրա համար եմ եկել, որ ողջունեմ քո նախագիծը եւ տենց ուղղակի այո կան մարդիկ ովքեր անտեսված են, ես դա եմ կարոտում, պրոֆեսիոնալիզմ եմ կարոտում գործիչների մեջ, դերասանական խաղն եմ կարոտում մեր դերասանների մեջ, երգիչների մեջ, նույնպես իրար երգիչներին եմ կարոտում ճիշտ, գիտեք այն ժամանակ ինչ էր, մեզ եթե հանկարծ դուդուկահարը ժամացույցով դուրս գար, կտրում էին իր փողը եւ պրեմիան կամ ես ինչի չէր կարելի դուդուկահարը ժամացույցով մատանիով դուրս գալ եւ նվագել, այն բոլորը կհիշեն սերունդը։ Այդպես բաներ կար, հա, պրոտոկոլի, որ ինչ հագնեն, ինչպես դուրս գան։ Կստացի ես ասեմ, որ իմ համերգային ծրագրի ժամանակ այդ բոլորը գիտեն։ Ես նախ առաջին ասում եմ, ինչ ես հագնելու, նկարվի ուղարկի։ Որ ճիշտ ինես բեմի վրա կանգնած, նա կլասիկ երգչու ինչի կարա կարճ շորով դուրս գա կլասիկա երգի եւ պետք է ճիշտը լինի այնպես, որ ճիշտ լինենք էլի, որտեղ մենք այդ դաստիարակությունը ստացել ենք պրոտոկոլյան ժամանակին։ Դրա համար ես ուզում եմ, որ այսպիսին մենք լինենք։ Ճիշտ է, ժամանակ է փոխվել, սերունդ է փոխվել, ժամանակի մեջ ընթացքում տարբեր գաղափարներ են փոխվել։ Կրեատիվը շատ լավ է, ես ինձանից շատ թող ոչ մեկ երիտասարդ չլինի եւ չսիրի եւ չգնահատի երիտասարդների այսօրվա աշխատանքը, բայց երիտասարդը պետք է համել լինի ճիշտը։ Երգեցողության մեջ է անգամ, եթե դու երգում ես, ուզում ես կրեատիվ սարքես, այսինքն ժամանակակից սարքես, այո, սարքի թող երիտասարդությունը դրա վրա մեծանա, կամ այսի տսկի երկերի վրա մեծանա, բայց դու կմախքից դուրս մի արի, կմախքի մեջ մնա, հետո ինչ ուզում ես արաբերեն ավելացրու, որ նստում եմ ժյուրի այդ եվրոպական պետություններում, մեր հայերը որ դուրս է գալի, իմ կամանդը հենց դուրս է գալի, ասում եմ, այդպես ինչքան տարբերվում է, միշտ ասում են ժյուրի անդամները, պրեցիդատելները, այդ տվյալ երկրների, միշտ ասում են, որ տվայի вообще, քոնոնք вообще ուրիշ են, որտեղ իմոնք դուրս են գալի էմբլեմայով հայկական իրանց դրոշի, մերոնք դուրս են գալի տարազներով, մերոնք դուրս են գալի ներկայանալի, իրանց շորերով, այն որ ասում արուսի մանքիցս ծծած նստում եմ, ասում դե գնահատեք։ Անժելա Ալբերտովնա, վերջում մի այսպիսի հարց, որոնք են այն 3 կարևոր պայմանները, որոնք անհրաժեշտ են երջանիկ լինելու համար։ Պայմանները դա ընտանիքն է առաջինը, երբ որ դու ստեղծես նորմալ կայուն ընտանիք քո երեխաների դաստիարակությամբ, լինես այդ ընտանիքի ճիշտ մայրը, որ ոչինչ չի խնամ, բոլոր մայրերը չեն խնամ, իրենց երեխաների համար ոչինչ, բայց ճիշտ ուղղության վրա կարելի է դնել, համասնակիտորեն իրենց երեխաներին, ես միշտ ասում եմ, մի բլուսկա պակաս հագեք, բայց ձեր երեխաներին ոչինչ մի ափսոսեք, եթե ուզում եք կայան այդ երեխան։ Մայրպիսից կար մի անգամ եկել էր ինձ մոտ պասորստվա, Դեստանատում, որտեղ իմ հայրոգրոֆը Սվետլանա Վայսնովսկայան իր անկերուհին էր, մի անգամ ասեց, Անժելիկ, ты знаешь, մեր ամենամեծ ներդրումը это наши дети, չնայած ինքը երեխա չուներ ասեց, այդ մեր երեխաներն են, դու ինչքան դնես ներդնես, հետո դա քեզ բան կնեն իրանք քո, դրանք հետո քեզ հետ կտան այդ ներդրումը։ Թող մեր ծնողները, եթե երեխային տալիս են ինչ որ կողքից
Բարի, երգի, երաժշտության, եթե իրանք տեսնում են, որ այդ իրենց երեխան շնորհաշատ է, Աստծո տված շնորհք ունի, այդ շնորհքը թող չկոտրեն, թող չափսոսեն իրենց երեխայի համար ոչ մի բան, որովհետև այդ երեխան հետո կդառնա շնորհաշատ, կդառնա одаренный человек, ու այդ երեխան կտա ծնողին ամեն ինչ։ Դրա համար իմ կյանքի ճիշտ է Դավիթը մի քիչ մա թամբալացել է, գիտես Դավիթը Մինասյան, գիտես երգիչ, հիմա Ամերիկայում ենք ուրիշ գործունեությամբ հասարում, Նարենն նույնպես Մոսկվայում է իր գործունեությամբ, մասնագիտությամբ չի զբաղվում, բայց ես ասում ափսոս չէր, որ ես այդքան ձեր վրա այս ամեն ինչս ես ներվս քայքայեցի, հիմա դու ոչ դու չես ուզում երգես, նաեւ չի ուզում իր մեկ-հատ աշխատի, որտեղ նա Դոլորեսի ասիստենտ կաներ, նա էլ դե գիտեք Դավիթ Մինասյանն էր Հայաստանի Մոսկվայից եկած։ Փառք Աստծո, ոչինչ, հետո կերկեն։ Հետո նա կերկի, նա իր մասնագիտությամբ կաշխատի, պրոբլեմը դա չի։ Ամենակարևորը առաջինը դրա ընտանիքներն եւ երեխաները։ Երկրորդը ճիշտ ապրելն է, որ մարդկանց մոտ դու լինես ճիշտ ապրած մարդ, այսինքն քո վերաբերմունքով եւ քո մոտեցումով բոլորի հանդեպ, իհարկե ծնողների հանդեպ, որ ունեցել եք, իհարկե հայրը շուտ է մահացել, բայց մամաս ա եղել, եւ երրորդը աշխատանքը ինձ համար շատ կարևոր է, երբ որ դու աշխատում ես մի գործը լավ պետք է անես, այդ էլ արդեն կողքի գնահատականն է, թե լավ ես անում, թե վատ ես անում, ամեն դեպքում աշխատանքը շատ կարևոր է, ինչպես քեզ կգնահատեն եւ լավագույնը անես քո աշխատանքը։ Ամեն մեկն իր չափի սահմաններում պետք է աշխատի, որ իր գործը ներկայանալիք լինի եւ իմանա ինչի համար անում։ Եթե ես պոլիտիկ չեմ, ինչի պոլիտիկայով զբաղվեմ, չէ՞։ Եթե ես ուրիշ մասնագիտություն չունեմ, ինչի դրանով զբաղվի։ Դրա համար ամեն մարդ թող զբաղվի իր մասնագիտությամբ եւ շատ կարեւորի իր աշխատանքը։ Չգիտեմ, ես դա այդ կարծիքին եմ։ Անջելա Ալբերտովնա, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու, շնորհակալ եմ մեր տաղավարը ձեր գեղեցկությամբ առավել գեղեցկացնելու։ Դեք հաճելի է ձեզ հետ զրուցել, ու դες կարելի է ժամերով զրուցել, վարակվել հայրենասիրությամբ, միևնույն ժամանակ գնահատելու շնորհով, ու ժամերը իրականում շատ քիչ են ձեզ հետ զրուցելու համար, բայց շնորհակալ եմ։ Եկած մեր դու կզրուցենք։ Անպայման մեծ սիրով։ Շնորհակալ եմ, որ ունենալով շատ սուղ ժամանակ հյուրընկալվելու դուք հյուրընկալվեցիք ու պատմեցիք ձեր պատմությունը։ Ու ամենակարևորը ես իմ բոլոր հյուրերին եմ այդ շնորհակալություն հայտնում։ Շնորհակալություն ձեզ, որ մենք նոր սերունդս ունենք հնարավորություն ձեր ժամանակակիցը լինելու ու միևնույն ժամանակ ձեզանից սովորելու։ Երեխեք, ես ձեր կողքին եմ միշտ։ Հիշեք, որ ինչ լինի, իմ հնարության սահմաններում։ Եթե ես կարող եմ այսքան ես օգուտ տալ, ինչ որ իմ եղածով, իմ կերպարով, իմացեք, որ ես ձեր կողքին կամ։ Ես դա միշտ զգացել եմ իրականում իմ կյանքում ու որովհետև ես երբեք ոչ մի երիտասարդի չեմ ասում, եւ չգիտեմ, երեխեք ինձ սիրում են։ Տաստված դեռ շատ ու շատ երկար տարիներ դուք կարողանաք մեր կողքին լինել ու մեր կյանքը գերեզգացնել ձեր ներկայությամբ։ Մանավանդ նախապատրաստական այս ամիսը ես շատ եմ զբաղված, որտեղ երբ որ գիտես մեծ գլոբալ աշխատանք ես, ու ես հագիտես չէ, որ մենակ եմ աշխատում, ես չունեմ թիմ, որովհետև ես մտածում եթե պետք է մեկի վերցնեմ, ասեմ աշխատի ես այլ, հետո գրեմ հետևից ավելի լավ չի ես ինքս անեմ, որտեղ ես ամեն ինչի մեջ եմ, մինչև մրցանակաբաշխությունը սկսվել է, մինչև այդ սրահում ես բանվոր եմ, ես էսա էնա ասենց խոսացողն եմ, հետո ես գնում արդեն իմ շուկով գալիս եմ դատիշ, դա համար բոլորը գիտեն, այո շատ զբաղված եմ, բայց մեծ ուրախությամբ եմ եկել քո հաղորդաշարին, ուզեցի, որ հաղորդաշարը ինձանով էլ լինի, որովհետև ապրես դու, որ ստեղծել ես այսպիսի բան, ապրես դու, որ չես գնահատում ես, իհարկե շնորհակալ եմ քո կանալին նույնպես, որ կարողանում ես գնահատել մեզ, շատ կարևոր է։ Ես եմ շնորհակալ։ Չնայած, որ ես ինձ գնահատված եմ զգում, ֆակտի ոչ է։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ իրոք գնահատում են ինձ։ Ես եմ շնորհակալ ու նաև մեր ողջունները Դավիթին, ու ասենք, որ որպես նոր սերնդի շատ տաղանդավոր կատարող սպասում ենք իր վերադարձին։ Ահա եւ վերջ, ավարտվեց անցյալից ներկա նախագծի մեր այս շաբաթվա թողարկումը։ Այսօրվա իմ հյուրը կրնացիության խորհրդանիշ էր, բարության ու միևնույն ժամանակ հրաշալի անձնավորություն։
Այսօրվա իմ հյուրը աշխարհի տարբեր կետերում ներկայացնում է հայկական մշակույթը։ Անժելա Ստեփանյանն էր անցյալից ներկայի այս շաբաթվա հյուրը։ Ես Վարդան Բարսեղյանն եմ, իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։